Ողջույն Օրագի Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք անհատ վարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Պողոս Օղլիկյանին։ Բարև ձեզ, պարոն Օղլիկյան, շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք։ Ես եմ շնորհակալ։ Սիրով, պարոն Օղլիկյան, ըստ նոր օրենքի մարտի 1-ից ԴՀԿ-ն կարողանալու է արգելք դնել վճարային հաշիվների վրա եւ այն վարորդներ, ովքեր այսպես ասած ունեն ԴՀԿ, պետք է փոխեն իրենց հաշիվները։ Ինչ խնդիրների առաջ են կանգնելու վարորդները այս փոփոխությունից հետո։ Ուրեմն ասեմ դες դառնալու է խնդրեմ իրանց համար, որովհետեւ նույն այդ Yandex վարորդները իդրամով իրանց աշխատանքը կատարում են իդրամով, հաճախորդից գումար նստում է սա։ Հիմա եթե հարկադիր կատարման ծառայությունը դրա վրա էլ կալանք դրեց, այդ մարդիկ ինչ պետք է անեն։ Այսինքն այսօր այդ իրանց տանջալի չարչարվող աշխատանքով իրանց գոնե ընտանեկան հարցերը լուծում են։ Հիմա ինչ անեն։ Այսինքն դուրս է գալիս, որ հիմա պետք է սկսեն արդեն ուրիշի անուններով հանել ինչ որ իդրամի քարտ կամ չգիտեմ իրանց կնոջ, երեխայի կամ մյուսի ու երևի ինչ որտեղ մտածված են արել այս ամեն ինչը, որ աշխատատեղեր երևա որ իբր այսքան շատ մարդ սկսել է ավել աշխատանքով զբաղվել։ Չգիտեմ, էլի ընդհանրապես մի բան առնելուց առաջ պետք է մտածեն, վերջապես այդ մեր սոցիալական վիճակով ես ոնց հասկացա մեր իշխանությունները չունեն ոչ մի նորմալ ծրագիր։ Ոչ մի նորմալ։ Այն մարդիկ էլ որ մի կերպ, մի ձևով, մեկը մեքենայի արենդայով վերցնում, մեկը չգիտեմ բարեկամներից խնդրելով գումարներ մի հին մեքենայի առնում, որպեսզի դրանով իր գոյության հարցը լուծի, այն էլ ես դե բազմից եմ ասել, որ Yandex-ը թալանում է այս վարորդներին, ես համար առաջի մեկ մարդն եմ, որ ես 10 տարի է մոտավոր կռիվ եմ տալիս դրա դիմաց, որ ես Yandex-ը պետքա վերացնել, պետքա հանել, այդ նույն ծրագրերը մենք կարանք տեղական ծրագրեր ունենանք, չնայած որ ես արդեն մի քանի տեղ մարզերում ասել եմ, որ մարզային ծրագրեր ունենան, որ մարզում մարզային տաքսիներն աշխատեն, քաղաքում քաղաքային տաքսիները, որը որ էլի շատ կնվազեցնի նաև մեր երթևեկության վիճակը։ Այսօր ես չեմ մեղադրում ոչ մեկին, մարդը մարզում ապրում է, այդքան գործ չկա։ Ստիպված, եթե հանգարց ստացվեց էլ որ մեկը զանգով նստում է իր մեքենան գալիս է Երևան, այդ մարդը առավոտից երեկո մնում է Երևանում քշելու։ Ես դրան շատ դեմ եմ, համ մեր խցանումները բոլորդ գիտեք արդեն այս 2-3 տարի է անհնարին է, չի լինում շարժվել քաղաքում։ Ասել եմ, բերեք սարքենք մարզային ծրագրեր։ Մարզից տաքսին գբերի իր բնակչին Երևան քաղաք։ Երևան քաղաքում նա կմիացնի իր ծրագիրը, միայն այն պասաժիրին կտա այդ տեղափոխման հնարավորությունը, որը որ նորից մարզ է գնում։ Քաղաքային ծրագրով նա այսքան կլիենտ չի ունենա, ստիպված նա պետք է վերադառնա մարզ։ Նույնը Երևանը, Երևանից գնացիր Սևան տարար, Սևանում միացրեցիր, Երևան եկող կլինի քեզ կտան ծրագիրը, եթե չի լինի դու պետք է գաս դատարկ Երևան։ Համ մի քիչ խցանումներից կխուսափենք, համ արդեն ամեն մարզ կունենա իր մարզայինը։ Ես առաջարկել էի, որ մենք ծրագրեր կազմենք մեր հայկական, որը որ պետտուրքը միասին վարորդից գանձելու գումարը 15%-ը չանցնի։ Այս մարդիկ ոչինչ չստանալով Yandex-ից մոտ 25% դուրս են տալիս։ Իսկ մեքենայի ծախսնել է վարորդի վրա, վառելիքնել է իր վրա եւ ամեն ինչը։ Իմաստը մեկը կարում է բացատրի 25% իմ հետ փայատեր է այդ մարդը։ Ու պլյուս դրան եւ ինչի մենք հարստացնենք վերջապես այդ թուրքական կազմակերպությունը։ Ես դրան լրիվ դեմ եմ ու առաջարկություններ արել եմ,
Ես կուզենայի, որ այտենց լիներ։ Իսկ հարկադիրի հետ կապված էլ եմ ասում, արդեն մարդկանց ամբողջովին դնում են տուպիկի մեջ։ Կամ ասենք այդ մարդը մենակ է ապրում եւ չունի ոչ երեխա, ոչ կին, կամ բարեկամը չի ուզում իր անունով գրանցվի։ Ինչ անի այդ մարդը։ Այս սոցիալական ծանր վիճակում, այս լավ գիտեք արդեն քանի ամիսա խեղճ թոշակառուները բողոքա, որ բողոքում են։ Իրոք անհնարին է, եթե քո մինիմալ զամբյուղը կազմում է 79,000 դրամ, մարդը ստանում է 40,000, ոնց ապրի։ Դաժե թոշակառու պապիկն էլ է տաքսի վարում ստիպված, որ ինքը պետք է հանգստանար, ինքը պետք է գնար միտեղ հանգստանալու, վայելելու, դե մի քիչ հեգնանքով եմ ասում, բայց այտենց է։ Մենք որ տեսնում ենք դրսից եկած շորտիկով պապիկ ու տատիկներ, որոնք որ այնտեղ 30-40 տարի աշխատել են, հիմա էլ ամբողջ աշխարհով ման են գալի։ Մեր տատիկ պապիկները սկի Երևանից Կիրովական չեն կարում գնան։ Այդ հնարավորությունը չունեն։ Դե այստեղ գոնե մի քիչ մտածեն էլի, այսինքն խեք մարդկանց այն գոնե այն ցածր մասը մարդկանց այն նվազագույն աշխատավարձ ստացողին ինչ եք զերկում այդ աշխատանքից։ Մինչև հիմա որը տենց չէր, ինչ էր եղել։ Եթե ես ունեմ ԴՀԿ-ում ինչ-որ խնդիրներ, ԴՀԿ-ն միտեղ աշխատում եմ, ինձանից պահում է։ Եթե ես թոշակառու եմ, իմ թոշակից էլ է պահում։ Ճիշտ է 20-ից 30%-ը, բայց պահում է։ Էլ սա խեք մտցնում։ Ինչի համար մարդկանց խեք ուզում անպայման ընկնեն խնդիրների մեջ։ Ես այդ չեմ կարող հասկանալ։ Այսինքն ոնց ասել եմ, այս քանի տարի է մարդիկ նստած տանը մտածում են առավոտյան գնան գործի, իրանց շեֆին մի հատ ինչ աշկալուսանք տան։ Մի հատ անտրամաբանական օրենք անենք։ Մենակ հանենք օրենք։ Ասում եմ, սա շատ արագ մոռանում են, այս մարդիկ երևի պետք է մի քիչ շաքարի կարիք ունեն, մի քիչ շատ օգտագործեն, որ հիշողությունները տեղը լինի։ Տուգանքի մատերիալ չէին, ԴՀԿ-ների մատերիալ չէին, այս խի սենց դարավ։ Բա մարդը եթե կարանա ԴՀԿ-ն մուծի, մի հատ 5000 դրամանոց ակտի վրա, ԴՀԿ-ն մի նամակի համար 50% ինքն է ավելացնում։ Կարա մեկի ինձ բացատրի, էդ ով է այդ թվերը դրե, ինչի են դրե։ Եթե 5000-ը չի կարում մուծի մի ամիս հետո 2500 դրամ էլ գումարած 7500 պարտ կա մնում ԴՀԿ-ին, անունը ինչ եք դնում, 500 դրամ ավելացրու, ձեր ծառայության համար, մարդը չի կարողանում վճարի, հիմա էլ ուզում է աշխատի մի կերպ ընտանիքը պահի, էդ էլ եք զրկում, այսինքն ինչ անի, դուրս է գալի, որ ստիպում եք, որ նա էլի մի խաբեությամբ, մի ուրիշի անունով, ինչ-որ բաներով աշխատի, ինչ անի, բոմժո չի դառնա, էսա, ես գտնում եմ, որ շատ սխալ օրենքներ են հանում, ասում եմ, միշտ ասել եմ, օրենքը հանելուց առաջ հրավիրեք, շատ մեծամիտ են ախր, հրավիրեք համապատասխան այդ գործով զբաղվող մարդկանց տարբեր բաներից էլի, են ոնց ասեմ, այդ բնագավառում, որ այդ մարդիկ աշխատել են։ Ես տրանսպորտի հետ կապված 100 անգամ ասել եմ, անհարմար եք զգում, ասենք, ձեր մոտ օրինակ ոնց որ փոխեցիք ավտոբուսի առանձին գծերը, քաղաքապետարան, 100 անգամ ասել եմ, խնդրում եմ հրավիրեք մի տրոլեյբուսի վարորդ, մի ավտոբուսի վարորդ, մի տաքսու վարորդ, մի սեփականատեր մեքենայի վարորդ, նրանց էլ լսեք, ինչ խորհուրդ կտան, հետո դուք ինքներդ քննարկեք, տեսեք, ախր այդ մարդկանց մեջ էլ կան շատ խելացի մարդիկ, որոնք որ կարան շատ լավ առաջարկություններ անեն, ասում եմ 10 տարի է ես գոռում եմ, ամբողջ Հայաստանով մեկ, այսքան Հայաստանը չվերցնենք Երևանը, ամբողջությամբ շինարարության մեջ է, որ այս կեղտոտ օդը շնչում ենք, դուք չէիք կարում, այս 10 տարի է ես նույն բանը ասում եմ, մեր կենտրոնից հանեք ամբողջովին ձեր նախարարությունները, ձեր վարչությունները, ձեր տեսչությունները, տեսեք կենտրոնում ավտո չեք տենա, մարդիկ ռայոններից գալիս են, ուր գնան,
Եկել են գործով, պիտի գնան այդ նախարարություն, կամ այդ վարչություն, կամ այդ տեսություն։ Այդ ինչ է, այս ինչ չտեսությունն է։ Ապրեմ հյուսիսային պողոտայում, աշխատեմ հյուսիսային պողոտայում։ Վերջապես 1000 անգամ ասել եմ, Երևան քաղաքը Կարապի լիճը չի։ Չարբախն էլ է Երևան, 17 կվարտալն էլ է Երևան, Էրեբունին էլ է Երևան, եւ այդ չի կարելի սենց։ Չեն անում, մարդիկ չեն անում, չգիտեմ, ցանկություն չունեն, ինչ չունեն։ Ուրեմն այսքան շինարարություններ անում եք։ Դուք մի 2-3 հարգանի ամեն նախարարությունը չեք կարում սարքեք։ Կարանք էլի սարքենք։ Ուզում եք թեթևաց, Կարմիր գիծը 100 տարիա կռիվ արեցի, 12 վարչական շրջանում Կարմիր գիծը կար։ Վովա Գասպարյանի ժամանակվանից ես կռիվ արեցի, 10 վարչական շրջանում վերացրեցին։ Հիմա էլ թողել են կենտրոնն ու Արաբկիրը։ Հիմա էլ գոռում եմ հարուստների թաղամասն, լսեք, դուք խանգարում եք ձեր փող աշխատելով իմ երթևեկությանը։ Հասկանում եք, դու բերել ես մի շարքը փակել ես։ Այն ճանապարհը, որ ես պետքա գնամ 15 րոպեում, ես գնում եմ 30-ից 40 րոպեում։ Այսինքն ես 20 րոպե ինչի ավելնորդ վառելիք վառեմ։ Կամ այդքան ասում էի, վերցրել եք սա այն Մաշտոցի պողոտայից, Ամիրյան, Խորենացի, փակել եք, ինչի համար։ Ես Երևանում ծնվել եմ, մեծացել եմ, ես երբեք չեմ տեսել Ամիրյան փողոցում լինի պռոբկա։ Կամ Խորենացի փողոցում։ Հիմա դուք ինչ եք ստիպում ինձ, որ ես օպերայից գնամ հասնեմ Ձկան խանութ, պտտվեմ, գամ մտնեմ Խորենացի։ Ինչի համար։ Հենց ասում եմ, ուրեմն դուք վառելիք բերողների հետ փայատեր եք, նեղվում են։ Մարդ են ուղարկում իմ հետևից, չգիտեմ ինչ է, բայց ոչ չասեմ, լսեք, մի քիչ բանականություն է պետք ունենալ, մի քիչ մտածելակերպ ունենալ։ Ինչի եք փակել, խի փակեցիք, տրանսպորտը շատ լավ, իմիջիայլոց ամենալ ազատ փողոցներից մեկը Մաշտոցն էր, իսկ հիմա գնացեք Մաշտոցը նայեք, էլ չեմ ասում ժամը, այն գործից հետո պիկ ժամերին 5-ից 7-ի տեսեք ինչ է կատարում, ինչի, ով է խորհուրդը տվեց։ Կամ այդ ավտոբուսը մեր մոտ ընդհանրապես գնում է ընդհանուր իր ճանապարհը 200-300 մետր։ Միտեղ սարքում եք ավտոբուսի գիծ, ընդեղից արդեն չկա էլ ավտոբուսի գիծ։ Էս ի՞նչ բան է։ Դա մեր քաղաքի համար չէր։ Վերցնում են, ախր ուզում եք ինչ-որ բաներ ցուցադրեք, նմանվեք, այտենց չի լինում։ Ուրեմն մի ճանապարհի մի մասը տվել եք ավտոբուսին, այն դեպքում, երբ որ 10 րոպեն մեկ, 15 րոպեն մեկ մի ավտոբուս է գալի անցնում, իսկ այն մյուս հատվածը խցանման մեջ կորած է։ Մարդը ստիպված կանգնում է, որ չնկարվի, որ ավելնորդ այդ 5000-ները չտա։ Նիկոլ Փաշինյանի ասացի պես մենք տուգանքի մատերիալ չէինք։ Բայց այսօր պարզվում է սաղ տուգանվում է։ 4 կողմից տուգանվում է։ Մեր մոտ այն թույլատրելի խախտումն էլ է տուգանվում, որ ստիպված է մարդը անում խցանման ժամանակ կամ էս։ Հիմա էլ նոր օրենք են հանում, որ եթե դու ուզում ես շրջադարձ կատարես, մի փոքր կարմիր լույսի տակ ես մտել, հետո հանդիպակացով շրջադարձդ կատարել ես, այն ժամանակ վերցնում էին ամենաբարձր տուգանքի արժեքը, դա էին տուգանում։ Հիմա ամեն մեկը առանձին քու այդ մի շրջադարձը քո վրա նստելու է 40-50 հազար։ Այսինքն մենակ փող հավաքեք, չեմ հասկանում։ Բարելավ եք մարդկանց վիճակը, մարդիկ ոչ մեկ չի խախտի։ Ով է ապուշ երթևեկության մեջ ուզենա անընդհատ խախտի։ Հա կարող է մի 2% էլ այտենց հիմար մարդիկ ելնեն, որ մի քիչ իրաց ցուցադրելու համար անեն։ Բայց ընդհանուր առմամբ ոչ մեկ մարդիկ աշխատում են չանեն, որովհետև դա վտանգավոր է։ Կյանքի հետ կապված բան է երթևեկությունը։ Ասում եմ 10 տարիա գոռում եմ, 15 տարիա գոռում եմ, հələ հմեկում են ծածուկ ոստիկանության ժամանակվան բանից խոսացել եմ։ Ինչի, ասում եք, Ռուսաստանը հետամնաց երկիր է, ընդունում եմ, բայց ինչի այնտեղ հետիոտը անցումով չի անցնում, ընկնում է մեքենայի տակ, Աստված ոչ անի, ես չեմ ուզենա մեկ ընկնի, բայց եթե ընկնում է, բարորդին կանգնացնում են արձանագրությունը, կազմում են, բաց են թողում։ Իսկ մեր մոտ եթե այտենց դեպքում ընկնում է մեքենայի տակ, այդ մարդը գնաց կորավ։
իրա ցեղով, տակով տուն տեղ պետք է ծախեն կամ բուժեն կամ եթե մահացել է մինչև գերեզմանը սարքելով անեն։ Ինչի համար։ Մարդը պետք է անենց օրենք անեն, որ մարդը օրենքից վախենա։ Մարդը եթե օրենքից չվախեցավ, այս սենց էլ լինելու է։ Իսկ դրա համար պետք է օրենքը լրիվ նորմալ վիճակով մտածեն գրեն, նոր ներկայացնեն մարդկանց։ Ոչ թե ասեցին մարդիկ դե սկսեք օրենքով, այդ օրենքով շարժվել, մարդիկ շարժվում են, հետո ասում են ընկերներ, այս սխալ օրենք է, գրե ասում են լավ, կամանց կփոփոխությունները կանենք, բան չենք, ստե փորձադաշտ չենք։ Պետք դրա համար եմ ասում, պետք է համապատասխան մարդկանց հրավիրեն, ինչ կա տենց, եթե ես մի բանը գիտեմ, բայց կողքից դուք մի երկու հոգի էլ գաք բաներ ասեք, ես նորմալ մարդ եմ, տնեմ, որ ինչ-որ խելացի բան է ասում, ինչի չգումարեմ իմ մտքի հետ, մի ավելի լավ օրենք անեմ։ Մարդ չի կարելի տենց գոռոզ լինել, մեծամիտ լինել, Այս փոփոխությունը օրենքի ինչ ռիսկեր է բերում այն վարորդների համար, ովքեր իրենց ամբողջ շրջանառությունը ունակ պահում են էլեկտրոնային դրամապանակներում, արդյոք կարող ենք ասել, որ ամենախոցելի խումբն է։ Դե չեմ կարող տենց ասել, ես ոնց շփվում եմ, ասենք նույն այդ վարորդների հետ, որոնք որ Yandex-ել ենք շում, երևի մոտ 90%-ը սաղի դրամով են անում։ Իրանց այդ հաճախորդից փոխանցումը իրանց դրամին, այդ ձևով են անում։ Հիմա չգիտեմ, դա նույնն է, ոնց որ ասեմ, տերմինալները ուրեմն չկարողացան մեր Viva-ի Beeline-ի մյուսի հետ լեզու գտնել, արանքում տուժվեց էլի մեր, հələ երիտասարդները մի կերպ կվազեն, կմտնեն ստեղ կմուծեն այս պոչտայում կամ են համապատասխան վայրում, էլի այդ խեղճերը տեղեր կա, որ ասենք Viva հեռախոս ունեցող տատիկը կամ պապիկը պետք է նստեն ավտոբուս գնան, հասնեն որտեղ կամ պոչտա կամ մտնեն Viva-ի կոնկրետ այդ կետը, որ լիցքավորում կատարեն։ Ասենք, այս ինչ խնդիր է։ Ինչը տերմինալին հերիք չեր անում այդ 400-500 դրամ ավել տանել, ամեն մի բան մուծելուց։ Մարդիկ վարկերի համար ալարում էին բանկ գնալու կամ հերթերի չկանգնելու, մուծում էին, 400-500 դրամ տանում էին։ Այս մի տեղում էլ թող զիջում ելներ։ Ինչ ասեմ, ամեն դեպքում վատ է անդրադառնալու վարորդների վրա։ Այսինքն սոցիալական լարվածություն կարող է Անպայման, բա իհարկե մարդը հիմա պետք է մտածի, լավ, հեսա մարտի 1-ից փագեցին, ինչ եմ անելու, ում անունով, ում հետ ամ խնդրեմ, որ քո անունով բեր ձևակերպեմ կամ էս անեմ, մի քիչ ճիշտ չի։ Հետո այդ մարդը այդ ընթացքում ասենք ուզում է իր տան կոմունալը իր դրամից վճարում կատարի, ես գամ նորից ձեզ խնդրեմ, ասեմ, գիտեք, այս իմ կոմունալները ձեր բանով պետք է վճարեմ, մի քիչ անլուրջ բաներ է դառնում, ինչ ասեմ։ Ինչ այլ ընտրանքային լուծումներ կարելի է կիրառել առանց մարդկանց եկամտի աղբյուրը, այսպես ամբողջությամբ։ Ես կասեի, որ այդ օրենքը չեղարկեին ավելի ճիշտ կներ ու կհանդարտվեր ամեն ինչ կմնար իր նույն ձևով։ Էլի եմ ասում, հարկադիրի հետ կապված, եթե մարդը ունի խնդիր, հարկադիրը կարող է այդ նույն ձևով լուծել իր հարցը։ Եթե այդ մարդը այլ հենց դրա համար էլ ասում էի, ինչի մինչև հիմա արդեն շուտով 10 տարի է լինում Yandex կա ստեղ, բայց մարդը 10 տարի Yandex է վարում ու ինքը որպես աշխատող ձևակերպված չի։ Ու ոչ մեկ ինչ չի կարում ասի, ինչի չեն ձևակերպում։ Այն դեպքում, երբ որ ամեն մի մշտական Yandex քշող վարորդից մինիմումը 150-ից մինչև 250,000 դրամ Yandex-ը գումար է տանում։ Այդ մարդու սոցը չի վճարում, իր պայմանագիր չի կնքում աշխատանք որպես, որ այդ երիտասարդը 20-30 տարի հետո որ գնա թոշակի, գոնե ունենա աշխատանքային ստաժ։ Ես դա առաջարկել եմ, դրա համար եմ ասում, պետք է ունենալ մեր հայկական ծրագիրը, պետք է հանել այդ Yandex-ը, Հայաստանից վերացնել, նամանավանդ մեր թշնամիներին ենք հարստացնում դրանով, ու մարդկանց ձևակերպել նորմալ աշխատանքի, մանավանդ, որ ասեմ,
Եթե նորմալ աշխատանքը ժամանակին համարվում էր 8 ժամը, հիմա չկա այդ 8 ժամը, 10 ժամից պակաս ոչ մեկին չեն աշխատացնում, նույն տաքսի վարորդները, այդ Yandex քշողները, ինչ 12, ինչ 14 ժամով աշխատում են, որը որ էլի վտանգների հետ կապված է, մարդը կարա մի շաբաթ 10 օր տենց վարի մեքենա, ես ինքս 18-ս չլրացած մեքենա ունեմ, վարել եմ, գիտեմ դա ինչ բան է, այդ մարդը ի վիճակի չի ֆիզիկապես ամեն աստծու օր աշխատի 12-14 ժամ, դրա համար էլ տենց վթարներ արնում, դրա համար մարդը նստած ռուլին աչքերը բաց, բայց քնած է, բան ես հարցնում չի կարում պատասխանի, շշկրվում է, էս է խնդիրը, որ պետքա մի քիչ մտածեն, ախր սենց չի էլի, ինչ ասեմ, իրանց համար ամեն ինչ լավ է եղել, են մնացածի հերն անիծած, այտենց չի նում, մենք կամանց կվերանանք սենց շարունակելով։ Դուք դիմել եք ինչ-որ առաջարկությամբ Yandex-ի մասով, կառավարությանը թեկուզ։ Որ սուտ չասեմ երևի, 16 թվականից հետ 17 թվականին նախարարներից բռնած բոլորին դիմել եմ, Տեր-Սյան պետից բռնած դիմել եմ, թքած ունեմ, Արգելի Արփիջան, դաժե նախարարի դեմքին ասել եմ, գիտեք, խիչ էիք ուզում, որ անհատ վարորդներին, այն ժամանակ եթե հիշում եք, սերվիզներ կար տաքսի, բան կար, ես դաժե իրան ասեցի, ասում եմ, այս 12,000 որ վճարում են լիցենզավորված վարորդները, այդ գումարները պետ բյուջե, կարակ ասեք ինչքան է մտնում, ասում եմ ինքը որ ասես 17-18 միլիոն դրամ, ես ծիծաղացի, ասեց ինչ ես ծիծաղում, որովհետև ծիծաղալու բան եք ասում, ամոթ է, բա ես 10 տարյա գոռում եմ բերեք, այդ 12,000 դրամները սարքենք 6,000 դրամ, ես գրավոր գրեմ, եթե ամիսը 250-ից 300 միլիոն չմտնի պետ բյուջե, ինձ հրապարակում կախաղան հանեք, խիչ եք անում, ես գրավոր կգրեմ, ինձ կախեք, դրանից շատ էլ կմտնի պետ բյուջե, հիմա նայեք, մի օր նստած նայում էի, Պապոյանը բանում էր, Ավրորա Նյուզում հարցազրույց էր տալի, մեր լրագրող աղջիկը շատ լավ հարց տվեց, ասեց, բա հիմա արդեն ամբողջ 25 թիվը սկսեցիք Yandex-ի վարորդներից 2% տանել, պետ տուրք են տալի, բա ոնց ալնում այդ վարորդը մտնում է բանկ, վարկա ուզում, ասում են դու աշխատող չես, վարկ չեն, բա եթե այդ մարդը պետական տուրք է վճարում, նա արդեն պետք է գրանցված լինի միտեղ որպես աշխատող, բել խեմ ձեզ հարկ տալի, սխալ բան չեմ ասում ինձ թվում է, բա հարկ եմ տալի ինձ գրանցի աշխատող, հասկանում եք, մենակ փող տանելը չի ախր, պետք է մի քիչ իրանք լուրջ նայեն այս ամեն ինչին էլի, որովհետև հիմա ես որ իրան այդ հարցը տայի նույն ձևով, դե ասեի պարոն Պապոյան, դու հիմա չես կարում պատասխանես, այդ մարդը, որ պետական հարկ է վճարում, աշխատող է թե աշխատող չի, չեմ կարում հասկանամ էլի, մարդը եթե հարկ է, ուրեմն վարչապետը հենց որ եկավ 18 թվականին ասես, չէ, տաքսիստներ ջան, դուք ազատվեցիք, ամսական ձեր աշխատավարձը 12,000 դրամով ավելացավ, էլ հարկ չեք վճարելու, ինչ փոխվեց, որ հիմի ուզում եք տանեք այդ փողերը, ինչ համով բան էր փողը, թե ով որ միշտ իր կյանքում տեսել է փող, նա գիտի, որ փողը հա կարևորագույն բան է, բայց այդքան էլ համով չի էլի, չի կարելի ուրիշի բերանի փողը կտրել տանել, էսա, Դուք որպես ՀԿ-ի նախագահ, արդյոք պատրաստվում եք օրենքի այս փոփոխության հարցով դիմել օրինակ պետական մարմիններին, որպեսզի չեղարկեն այս։ Ես իմ կողմից մի նամակ կուղարկեմ կառավարություն ամեն դեպքում։ Կմնա արդեն իրանք ոնց կվարվեն այդ իմ գրած նամակի հետ, կուզենամ օգնել վարորդներին, որովհետև ասում եմ, այդ մարդկանց մոտ խուճապի են մատնվում, ցայտնուտի մեջ են ընկնելու, որ չեն իմանալու ինչ անեն, հեսա, բան փետրվարը կարճ ամիս 20-25 օր հետո այդ օրենքը դուրս է գալու, ինչ պետք է անեն այդ մարդիկ։ Հնարավորինս ինչով կարող եմ աշխատեմ օգնել։
իրանց անպայման կգրեմ նամակ կուղարկեմ, որովհետև ես չեմ խուսափում իրանց նամակներ ուղարկելուց ու տարբեր հարցերով եմ ուղարկել քաղաքապետարանից սկսված։ Դաժե այն ժամանակ, որ տրանսպորտ ուզում էին թանկացնեին, առաջարկություն եմ նամակ եմ ուղարկել, առաջարկություն եմ արել, ասել եմ չմտածեք, ոչ պաշտոն ենք ուզում ձեզանից, ոչ գումար։ Ուղղակի առաջարկություն ենք արել։ Նայեք, տեսեք, խելացի առաջարկ կա, որ կարելի է չթանկացնել տրանսպորտը։ Դե ով է մեզ բանի տեղ դնում, դե հա մարդա մի բան ասել է, էլի։ Ինչ խորհուրդ կտաք վարորդներին այս փուլում, ինչ պիտի անեն նրանք։ Ես օրինակ խորհուրդ կտայի, որ այդ նույն 100,000 վարորդները հավաքվեին, միտինգ անեին կառավարության դեմ, որ չեղարկեին այդ օրենքը։ Ասում եմ, հիմա կտենակ ինչ է կատարվելու, բան չմնաց, ընդամենը մի ամիս է, կերևա, բոլորս էլ ունենք ծանոթ վարորդներ, որ Yandex ենք շում, դե ես շատ եմ շփվում այդ վարորդների հետ, գիտեմ, մարդիկ տինգնեն, չգիտեմ, ասում եմ, այլընտրանք ման գալու։ Կամ արդեն պետք է դուրս գան Yandex-ից, մտածեն, որ դե էթան ինչ քշեն, ինչ գործ անեն, կամ մի բան պետք է մտածեն։ Հայ են, կգտնեն երևի ինչ-որ մի ձև, բայց հակառակ պետությունը փոխանակ օգնի այդ մարդկանց, այդ կատեգորիայի մարդկանց, որովհետև իրոք շատ հեշտ աշխատանք չի։ Տանջալի աշխատանք է, էլի, մարդիկ ասում են, հա, տաքսիստ է, էլի, դե բան սենց, այնպես չի, որ տաքսիստների մեջ շատ նորմալ մարդիկ կան, մտածող մարդիկ կան, հասկացող մարդիկ կան։ Այդ մարդիկ կան, որոնք որ չեն սիրում խաբեություն, ինչ պետք է անեն այդ մարդիկ, ոնց պետք է իրանց գործը անեն։ Այն մարդիկ, որոնք որ բանկերում են աշխատում, հիվանդանոցներում են աշխատում, ոստիկանությունում են աշխատում, իրիկունը Yandex-ը միացնում են, Yandex-էլ են քշում։ Այդ հարցը մինչև այսօր չկարացան լուծեն։ Այդ մարդիկ ինչ իրավունք ունեն տաքսի վարելու։ 8 ժամ, 10 ժամ պետական հիմնարկում աշխատելուց հետո հելնեն Yandex քշեն։ Իրավունք չունեն։ Չի զբաղվում պետությունը։ Համապատասխան մարմինները, տեսչությունը, տրանսպորտի, վարչություն ունենք։ Մի պստիկ քաղաք ունենք ընդամենը, ունենք տրանսպորտի նախարարություն, վարչություն, տեսչություն, գումարած մի հատ էլ քաղաքապետարանում տրանսպորտի վարչություն։ Ինչ է անում, ոչ մի բան։ Ոչ մի բան։ Ես դիմել էի, տաքսիստները դիմել էին Կինո Ռոսիայի դիմացի մայթի տաքսիստները, եկան 8-10 վարորդի զրկեցին աշխատանքից, այն ժամանակ կանգնում էին մինչև Քույնբուրգեր, հիմա հանեցին, զնակը բերեցին դրեցին ընդե, նամակով գրեցի, պարոն Ավինյանին, ընգեր, հրավիրի 20 րոպեով, գամ բացատրեմ, որ ընդեղ գրպանչիկ կա, ուղղակի խնդրանքները այդ մարդկանց են, որ գրպանչիկը մի 15 մետր երկարացնեք, որ ընդհանրապես երթևեկությանը չի խանգարում, ոչ մի ռիադ երթևեկությունից չեն վերցնում, ընդամենը այդ գրպանչիկը պետք է երկարացվել, մի փոքր գործ, որ դաժե ասեին, այդ նույն վարորդները իրաց ձեռքով կանեին, պատասխան եկա, որ բան չենք գտնում, էլի, նպատակահարմար չենք գտնում, այդ հարցով ձեզ ընդունել, Պարոն դուք նաև փակ ավտոշուկա այսպես կառուցելու ծրագրեր ունեիք։ Այո, ասեմ ձեզ, Արփի ջան, ուրեմն գնացինք քաղաքապետարան, խնդրեցինք, որ մի 6-7 մետր պետական հող կա ավտոշուկայի ու սրահների արանքում, ասեցինք մեզ, եթե կարող եք 3-ից 5 տարով, ինչքան նա հնարավոր, անհատույց տվեք, մենք սարքենք ցիվիլիզովանի ավելի նորմալ ձևի, դե ավտոշուկայում երևի եղած կլնեք, տեսել եք ինչ է կատարում, ավտոսալոն սարքվի։ Դրանից հետո կարող եք աճուրտի արդեն դնել կամ բան։ Դե հիմա քաղաքապետարանում խոսեցինք, ասեցին բանա, իսկ քաղաքապետարանին դրանից ինչ օգուտ։ Ես էլ առաջարկեցի
մենք կարող ենք մեր կողմից, օրինակ, քաղաքը մաքրելու մեքենաներին, ջրցան մեքենաներին, մաքրող մեքենաներին վառելիքով ապահովենք։ Ուրիշ ասում եմ, կարող ենք մեր 44 օրվա պատերազմի վիրավորված տղաների, ովքեր ունեն մեքենա, որ դժվարություն են քաշում վարելու համար, եթե պետք է, ասենք, այդ ամեն ինչը մենք սարքենք մեր կողմից, եթե պետք է ձեռքի կառավարում, ձեռքի, եթե ոտքի հարմարացնենք, որ այդ տղաներն էլ օգտվեն այդ մեքենա վարելու հնարավորությունից, դա էլ կարանք վերցնենք մեր վրա։ Առաջարկեցի, ասեցի, եթե կան, մենք կամ դուք կասեք, որ համալսարաններում 10-ից 15 ուսանողի ուսման վարձը, դրանից հետո էլ կաշխատենք ավելի շատ մեծացնել, սկզբնականում դա կանենք, հետո ըստ հնարավորության նաև այդ, ու այդ սալոնը մենք որ ուզում ենք սարքել, չենք սարքում մենք հարստանալու համար, սարքում ենք բաժնետիրական, այնչքան ավտոներ, կրողներ քաշվեցին, իրանց NDS-ները չստացան։ Որը պատասխանը քաղաքապետարանի ձեր առաջարկի։ Մեր առաջարկի ինքը միշտ վերջում ասում էր, իսկ դրանից քաղաքապետարանին ինչ, ասեցի էլ դրանից ավել մենք ոչինչ չենք կարող անենք։ Քաղաքապետարանին մեր խնդրանքը դա է, որ մի քիչ ավելի ցիվիլ, լավ սալոն սարքվի ու բաժնետերեր լինեն։ Իսկ դե ասեցին կաշխատենք դեկտեմբերի վերջին ձեզ հրավիրել մի բան ու մոռացան։ Շատ տեղեր են ասել դեկտեմբերի վերջին, ազգային ժողով գնացինք այդ NDS-ների հետ կապված, ասեցին լսումներ կկազմակերպենք մինչև դեկտեմբերի վերջ կամ հունվարի սկզբին, դեկտեմբերն էլ վերջացավ, հունվարն էլ, եկանք փետրվար, չկա, պրոստը խոսքեր, օգնության ոչ մի բան։ Դրա համար պետք է ընդամենը մարդ, այդ որ ասում են, ես միշտ ասել եմ, էլի, չի ուզենա այս հաղորդման մեջ ասել, իմ ամբողջ ազգուտակը 75-ից 80 թիվը գնացել է Ամերիկա, ես մնացել եմ ստեղ։ Ինձ ասում են, խի չես գալի այդ երկիրը չի ուղղվել, ասում եմ, գնացել եք լավ է կարի, ես սիրում եմ այս երկիրը, ես սիրում եմ մանավանդ իմ Երևանը։ Դրա համար իմ սիրտը ամեն բանի համար ցավում է, եթե ես մի երկու բան էլ ավելացում եմ առանց վիրավորանքի, մարդիկ ինչ-որ վատ են զգում, սկսում են ինձանով հետաքրքրվել, այս խի է այս իշխանություն, Սերժ Սարգսյանի ժամանակից էլ եմ ասել, բայց ոչ մեկ չի հետաքրքրվել իմ անձով, հիմա սկսել են հետաքրքրվել, կարող է այս մարդի, ինչ-որ մեկը փող է տալի, այս մարդը հենլա սենց մեր սխալներն է ասում, չէ, մի վախեցեք, ոչ մեկ փող չի տալի։ Էսա, հասկանում եք, սուտ է, մարդը ապրում է, պետք է անի ինենց, որ իրանից հետո եթե լավն էլ չես կարացել, վատը մի արա, չես կարում օգնել, ասա ես ի վիճակի չեմ, եկեք ինձ ասեք ոնց օգնեմ, ձևը ասում ենք էլի չես անում։ Մեղք են, այս ժողովուրդը մեղք են, լուրջ եմ ասում, այս 30-35 տարվա մեջ էս ինչ դարավ։ Ու ես այդ ամեն ինչը արդեն կապում եմ, ասում են, ինչա ստախոսությունը շատացել, մարդասպանությունը շատացել, գողությունը դրա համար։ Այսօր կանգնացրեք 10 տղամարդու, բան ասեք, որ ինքը խոսք տա, որ սենց է, իմացեք մինիմում 8-ը ձեզ խափեց, են տղամարդու ճիշտ խոսք չկա, են պարկեշտ, որ բանը ասե տերը, են երկուսը կարող պահեն, են 8-7-ը հավատացեք չեն պահեն, դրա համար սենց դարավ, նայում են ասում են, տո խափելն էլ է մոդա, հիմա ամեն ինչ դե մոդա է, քուրն աղբորն է խափում, աղբերը հորքուրի տղուն է խափում, այս ինչ դարանք, իսկ եթե տենց խափերով բոլորը տենց ապրում են, դե կառավարությունն էլ տենում է, էլի դե իրանք էլ ինչ ասում են, սրանք էլ լսում են, ասում են հա լավ ալնելու, տարի է անցնում, նույնիսկ տարին անցնում է։ Իսկ որ մենք պարտադիր ամենտեղ շեշտում ենք, որ ընկերը ուղեք էս բանը, մենք դառնում ենք թշնամի։ Չգիտեմ ինչ ասեմ, Արփի ջան, էս է վիճակը։
Ես կուզենայի, որ մի քիչ փոփոխություններ լիներ։ Մի քիչ, ասում եմ, նույն վարորդներին նայում ես այդ ավտոբուսների ու բանին, ասենք ինչա, այդ մարդիկ 300,000 դրամով գնում են առավոտը 6-ից մինչև գիշերը 12-ը, այս մեր երթևեկության մեջ ավտոբուս են վարում, այդ ճիշտ է։ Ես ասում եմ, էլի այնքան բաներ կա, նայում եմ, այս ձմեռվա կեսին զինվորը կանգնած պոստին 172,000 դրամ է ստանում, մեքենաների մեջ, Volvo մեքենաների մեջ մեր բարեկները կես միլիոն են ստանում։ Այսինքն, ձեզ այսօր պետք է այդ բանը, զինվորը ստեղ չի գալու ձեզ պաշտպանի, հա, բայց պատրոլը պաշտպանում, հա։ Ու այն դեպքում, որ ասում եմ, եթե չեն նեղվի պատրոլները, ասեմ, 2-3 դեպքեր էլ ունեմ իրանց հետ կապված, որ ասել եմ, հանգարց հարցազրույց տալու եղա, անպայման պետք է ասեմ։ Առաջինը, իրանք ֆունկցիաները չգիտեն։ Երևի այդ 10-րդ դասարանն էլ ոնց են ավարտել չեմ իմանում, եկել են, դարել են պատրոլ, բան ես ասում, զնակ եմ, նշանից երթևեկության ասում եմ, լավ, կգնամ կհարցնեմ, կգամ կասեմ։ Էդ էլ չի իմանում։ Մարդը իր գործառույթը չի անում, այ վերջերս տաքսու կանգառում տղաների հետ կանգնած զրույց էի անում իրանց թեմայով։ Երկրորդ շարք կանգնած տաքսի մեքենա կար, երկրորդ շարքում։ Այն տեղը, որտեղ տաքսու կանգառ է, բայց տաքսիներից շատ սեփական մեքենաներն են կանգնած։ Եկավ պարեկը, այդ մարդու վրա ուզում էր գրեր, ասեցի ես եմ վարորդը։ Փաստաթղթերս տվեցի, ասի ինչ ես գրում։ Ասում եմ երկրորդ շարք ես կանգնել։ Ասում եմ հիմա դու եկար, տեսար, որ ես 8 տեղա տաքսու, ասենք, 9 տեղա, 9 տեղից 4 տեղը սեփական մեքենա է կանգնած։ Հիմա դու ինչի չես վերցնում պլանշետով, համարը նկարես, հեռախոսը համարով զանգես կանչես, ասես Արի Ստենգեր ջան, տաքսու կանգառի նշանը դրված է, խես կանգնես թե, արի ես քեզ հենց հիմա 5,000 կտուգանեմ, այդ մարդը էլ կյանքում տաքսու կանգառներում չի կանգնի, այս մարդը կմտնի իր աշխատանքի տեղը կանգնի, վերցրելը, ասի վերցրել իմ վրա գրի, վերցրեց գրեց, մայոր մարդ, մայորը դարել, չի իմանում հասարակ իր աշխատանքի, որ ես միտեղ երթևեկության կանոն եմ խախտում, գալի կանգնացնում է ինձ տուգանում է, ճիշտ է։ Ես ասում եմ, սխալ եմ արել, տուգանի, խնդիր չի։ Բայց այն որ պետք է ինքը գա այդ մեքենաները տեղից ազատի, սենց է անում։ Զանգեք բան, փոսիկայի թողան տանեն էվակոտ։ Իա։ Էլ ինչ անեմ։ Մի հատ էլ ձեր գլխարկից տվեք, տնեմ ելնեմ, սեմ տուգաներ սաղին։ Էս ավատը, Ազիզ ջան, ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, չեն զբաղվում, չգիտեն, կամ չեն ուզում, ցանկություն չունեն։ Ինչ ասեմ, էսա, կուզենայի, որ լավ փոփոխություններ լիներ։ Շնորհակալ եմ, պարոն Օլուկյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրներ անհատ վարորդների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Պողոս Օլուկյանը։ Կհանդիպենք։